Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս երկրորդ եւ երրորդ նախագահները, ըստ էության թեմաները պտտվում են նոյեմբերի 9-ի պայմանագրի շուրջ 44-օրյա պատերազմի, այսպես ամենատարբեր վարկածներ, ըստ էության երկուսն էլ նշում են, որ էլի հայկական կողմն է մեղավոր, հայկական կողմն է հրահրել, Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան հարձակվել Հայաստանի վրա եւ այսպես շարունակ։ Նախ դուք եթե հետեւել եք, ինչ դիտարկումներ եք արել, ինչ եք առանձնացրել եւ ինչ եք կարծում, ինչու հիմա եւ ինչ նպատակ են հետապնդում այս հարցազրույցները։ Եկել էին մեծ հաշվով ասեն, որ իրենց վրա հույս չդնենք, էլի իրենք շարունակում են Հայաստանի դեմ վկայություն տալ եւ եկել էին ասեն, որ երբեք իրենց հայրենիքը Հայաստանը չի լինելու։ Եկել էին դա ասեն։ Հա, իրար վրա բաներ, հարցազրույցներ, մեկ Նարեկը Կարապետյան, մեկ Սերժ Սարգսյան, երեք Ռոբերտ Քոչյանը հետ չմնաց եւ ինչ էին ասում ի վերջո։ Ասում էին, որ ժամանակին է ներքին կոնֆլիկտը մի կողմ դնել, հա, իրենց զերծ չտան, այդ ապօրինի գույքը բանցախ թողեն մի կողմ եւ ժամանակն է արտաքին բան հրահրել, խնդիրներ, հա։ Օրինակ չսահմանափակվել 29000, չգիտեմ քանի, ինչպես ասաց Քոչյանը, քառակուսի կիլոմետրերի մեջ, այլ ավելի մեծ նկրտումներ ունենալ, ինչը լավ է հնչում, բոլորը կուզեն ավելի մեծ տարածքների, ուրեմն քաղաքացիներ լինեն, բայց դա ուղիղ նշանակում է կոնֆլիկտի շարունակություն, դա նշանակում է պատերազմ, որովհետև դու երբ որ մի քիչ մեծանում ես, դա մեծանում ես քո կողքի հարևանների հաշվին։ Հիմա որ մի երկիրն իմանա, որ դու ուզում ես իր սուվերեն տարածքից վերցրես եւ ասի շատ լավ։ Ասում է ես կբերեմ խաղաղություն, բայց պատերազմի միջոցով փաստորեն, ինչպես դու պետքա բերես խաղաղություն, եթե դու չես սահմանափակվում քո երկրի տարածքով, երբ որ դու հավակնություններ ես ներկայացնում քո հարևանների տարածքների նկատմամբ։ Նոր բան չկար իրենց հարցազրույցներում։ Մեկ-երկու նոր բան իմացանք, բայց դրանք էական չեն քաղաքականության մեջ, օրինակ որ Սերժ Սարգսյանը օրինակ կարողանում է երկար արթուն մնալ, հա, այդ միակ նոր բանը երևի դա էր։ Այլ նոր բան չկար։ Տիկին Հակոբյան, ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը նաև նշում է, որ ձեր իշխանության բերած խաղաղության օրակարգին չի հավատում, որովհետև ասում է դա ոչ թե խաղաղություն է, այլ մեկ մարդու կամքից կախված որոշում, այսինքն Ադրբեջանը կամ Իլհամ Ալիևը վաղը որոշի պատերազմ անել, կգնա պատերազմի եւ նաև առաջարկում է լայնացնել օգոստոսի 8-ը, նախ ասում է, որ օգոստոսի 8-ը դա նույն նոյեմբերի 9-ն է, հետո ասում է կարելի է երաշխավոր կողմեր գտնել օգոստոսի 8-ի համար, օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը, ինչու ոչ։ Նախ ինքը իր խոսքով փաստում է, որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ պատերազմել, որովհետև եթե ուզում է, չէ, եթե իր ցանկությամբ է, ինչի չի պատերազմում։ Եթե խաղաղություն է, ուրեմն Ալիևը եւս ուզում է խաղաղություն, հա։ Բա մեր ուզածն էլ է այդ, որ այն երկրները, որոնցից մենք ագրեսիա կարող ենք սпасել մի օր, հա, այդ երկրները չուզեն պատերազմել, մեր ցանկությունն էլ է դա։ Ու փաստորեն մենք այս մեր ողջ ընթացքում մեր դիվանագիտության եւ այլնի շնորհիվ հասել ենք նրան, որ այսօր Ադրբեջանը չի ուզում պատերազմել։ Դա հրաշալի գնահատական էր Քոչարյանի կողմից։ Մնացածի հետ կապված գիտեք, ինքը սեստենես չպետք է հավատա։ Ինքը ոնց կարա հավատալ, ինչ կապ ունի ինքը Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, չեն ճանաչում այդ մարդկանց։ Ինքը ասում է, չէ, իրեն անգամ տհաճ է գնալ գյուղեր եւ մարդկանց հետ շփվել, այսինքն մարդուն չի ճանաչում, երկիրը չի ճանաչում։ Դրա համար էլ բերել է եւ հասարակության մեջ այսքան դրական արձագանք ստացած, օրինակ օգոստոսի 8-ի համաձայնությունները, փաստաթղթերը, ասում է, եկեք մեջը մտցնենք Ռուսաստան, Չինաստան, ասես, եղբայր ինչի։ Հələ մի հատ ասա ինչի։ Ախր եթե իր սեփական լրատվամիջոցներին, իր բանը երկի տակ պարողներին չկանչի որպես հարցազրույցավար, այլ անի այնպես ինչպես օրինակ Հայաստանի իշխանության այլ ներկայացուցիչներ են, չէ, անում դուրս են գալիս լիքը լրագրողներ կամ վարչապետը, չէ, դուրս է գալիս կառավարությունն լիքը լրագրողներ, ով ինչ հարց տալիս է պատասխանում։ Եթե Քոչարյանն նման բան ունենա, էլի ռիսկ ունենա եւ լրագրողը հարց տա, ասի ինչպես, ոչ թե ասի հա ճիշտ եք, այ ես էլ ուզում եմ ասեի, հա, որ չոճարվեն։ Եթե լրագրողը հարց տա, ինչպես ես դու դա պատկերացնում, հա, ինչու պետք է Ռուսաստան եւ Չինաստան մենք բերենք օրինակ տարածաշրջան,
ինքը դրա պատասխանը բնականաբար չի ունենալու։ Ուղղակի իր տերերին թույլ տվեք ասել, հաճե անալու եւս մի առիթ է։ Քոչյանը նստում է, գովերքում է Ռուսաստանի Դաշնությանը, բանը նստում է, Սերժ Սարգսյանը նստում է, էլի ասենց ասած դեֆիլե է, հասկանում եք, պոդիում են դուրս եկել նախկին երկու նախագահները ու փորձում են ավելի գծնել, ավելի դուր գալ Ռուսաստանի, տեսնեն Ռուսաստանը ում վրա ստավկա կդնի, որովհետև դեռ մտածում են, որ ինչ որ երկրի ստավկայով է եւ դաբրոյով է Հայաստանի իշխանությունը ստեղ, Հայաստանի ժողովուրդը ստեղ իշխանություն ընտրելու։ Այսինքն այդքան չեն ճանաչում ժողովրդին։ Ես ուզում եմ այս երկուսից չառանձնացնել իրենց ֆինանսական եղբորը նաև Սամվել Կարապետյանին, որովհետև իր եղբորորդին, ով հիմա տենց հանձն է առել ապաքաղաքականությամբ զբաղվել, ինքը հետ չի մնում այդ հիմար հայտարարություններից, հա։ Օրինակ, ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Ասում է, Հայաստանի իշխանությունը Ղարաբաղում պատերազմը պարտվելուց հետո տեղափոխեց հայերին Հայաստան եւ կարևոր չի։ Հասկանում եք, տեղափոխել հայերին Հայաստան, սա ուղիղ արդարացնելն է Ադրբեջանի։ Ադրբեջանը էթնիկ զտում չի արել, Ադրբեջանը բռնի տեղահանում չի արել, այսինքն մենք ենք տեղափոխել անվտանգ բերերը, ասում ենք, եկեք նստեք ավտոները, պետք չի մնաք դուք այստեղ։ Եկեք տանում ենք ձեզ Հայաստան, նման բան է եղել։ Թե ժողովուրդը բռնի տեղահանվել է, որովհետև ռազմական գործողություններ են եղել, որովհետև իրենց կյանքին վտանգ է սպառնացել։ Էթնիկ պատկանելիությունից ելնելով նրանց բան են արել, բռնի տեղահանությունը տեղի ունեցել։ Ասում է, չէ, Հայաստանն է տեղափոխ, հասկանում եք, սա Հայաստանի դեմ ինչպիսի բան է։ Մարդը ինչքան պետք է Հայաստանը չսիրի, հայ ժողովրդին չսիրի, որ նման բան ասի։ Իրավապահ համակարգը իրավունք ունի նման հայտարարությունները հետևից գնալ կամ գոնե հասկանալ, օրինակ, ինչ միտում ունեն այդ հայտարարությունները, որոնք ոչ ուղղակի, բայց ռումբ են դնում Հայաստանի Հանրապետության իշխանության ինքնիշխանության տակ եւ անգամ խոսակցություններ կան, մամուլում խոսակցություններ էին պատտվում, առավոտյան էի դրա մասին կարդում, որ Ադրբեջանը հիմա սկսել է հավաքագրել փաստեր, որ իրապես Հայաստանն է հրահրել պատերազմ, այսինքն վտանգ չկա, որ Ադրբեջանը իսկապես լսելով այս խոսույթը կարող է նաեւ հիմա արևմտյան հանրությանը ապացուցել, որ տեսեք, այս մարդիկ հրահրել են, մենք էլ հարձակվել ենք, բա մեզ էլ ինչ էր մնում։ Դե որովհետեւ սրանց նման օտարները Սամվել Կարապետյան իր ձևիստներով, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հա, նստում են եւ ասում են, սրանցից հետ չի մնում Լևոն Տեր-Պետրոսյանը, նստում են ու Հայաստանին ասում են հրահրել են պատերազմ, ամեն ինչ արել են, որ պատերազմ հրահրեն, հասկանում եք, եւ պարզ է, որ թշնամին մյուս երկիրը պետք է այդ ամեն ինչը հավաքագրի եւ մի этаպում դնի մեր դիմաց եւ նես չի որ չի դրվում։ Օրինակ փորձագիտական հանրությունից եմ ես շատ լսում, որ տարբեր նաև այս վերջին շրջանում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի հետ, հա, ինչ որ ընդհանուր բաներում, քննարկումներում, միջոցառումներում, այս սրանց ասասները իրենք որպես օրինակ բերում են։ Իհարկե դա չեն կարող մեր դիմաց դնել, որովհետև մեր խոսույթը շատ ուղիղ է եղել եւ առաջին օրվանից մինչեւ հիմա մենք բոլոր հարթակներում, երբ որ խոսակցություն է լինում, մենք անպայման շեշտում ենք, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, բռնի տեղահանում, ով է պատերազմ սկսել։ Ով է պատերազմ սկսել։ Մենք հանգիստ մեր առօրյայով ապրում ենք, երբ որ օրինակ գուժեց մեկը մյուսին, հա, որ Ադրբեջանը հարձակվել է։ Իսկ մենք չգիտենք դրա մասին։ Դե դուրս են գալիս, որտեղ մարդը մի կամ կղզիներում էին հանգստանում, ծովերում, կամ, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունում էին, իրենց հայրենիքում էին բան արած, հանգիստ ապրում։ Դեռ կապ չունեն իրանք այս ժողովրդի հետ, հասկանում եք։ Ու պարզը որ դա պետք է դրվի սրա տարբեր քննարկումների ժամանակ սեղանին։ Մեր առաջ կարծում եմ չեն էլ փորձի, որովհետև մենք միշտ դա ուղիղ ասում ենք։ Ու ամբողջ աշխարհն է, եկեք մի հատ իրականում նայենք։ Ամբողջ աշխարհը դա ֆիքսել է, քննադատել է Ադրբեջանին։ Մենակ այս մարդիկ են եւ Ադրբեջանը, միգուցե, սրանք Ադրբեջանից շատ նման բաներ են ասում։ Եվ սրա արձագանքը ժողովրդի կողմից, ախր չի կարող էլի դա ֆիզիկապես չարտահայտվի։ Չի կարող ժողովուրդը տենց լավ վերաբերվի այս մարդկանց։ Նույն ղարաբաղցիները։ Որևէ ղարաբաղցի այսօր որ լսում է, որ այդ մարդիկ ասում են, իրենց տեղափոխել են ուղակի Հայաստան, իրանք տենց գլուխները տենց կախ տեղափոխվել են Հայաստան, թե
ինչ պետք է ռեակցիա ունենա սրան։ Կամ մարդ, ով ունի կորցրած բարեկամներ, հարազատներ պատերազմից, ինքը բան ասում են, որ գիտեք, բանը մենք ենք հրահրել, մենք ենք գնացել կոտորվել ենք։ Սա նորմալ ռեակցիա չի կարող ունենալ։ Եվ հիմա այդ իրենց բանով, էլի գլուխը պատին խփելու բանով, ռազմավարությամբ գնում են էլի, որ հաջորդ ընտրություններին եւս պարտվեն։ Որտեւ իրանց ուզած է անգամ իշխանությունը չէ, նրանց ուզած է մի քանի մանդատն է, քաղաքականության մեջ ջրի վրա մնալն է, ջրի վրա ուղակի մնալն է, եւ իրենց այդ որ երբ որ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով, երբ որ մարտի 1-ի թեմայով, տարբեր այդ իրադարձություններով, երբ որ իրավապահ համակարգը իրենց հետևից կգնա, նախաքննական մարմինը, դատական համակարգը, իրանք ասեն մենք քաղ հալածյալ ենք։ Տեսեք, մենք ընդդիմություն ենք, ու մենք հալածվում ենք միայն նրա համար, որ մենք ընդդիմություն ենք։ Այս ինչ մենք արել ենք, այդ կապ չունի, այդ օինչի։ Ոնց որ իրենց բանը կողմից աջակցված Գյումրու համայնքապետը։ Իդեպ ձեր իշխանությանը ուղղված ամենամեծ մեղադրանքներից մեկը հենց դա է, Տիկին Հակոբյան, կարծում եմ դուք էլ գիտեք, թե իրավապահ համակարգը ինչու է հապաղում եւ ինչու օրինակ նույն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նման դերակատարները դեռևս ազատության մեջ են եւ ընդդիմադիր ուժեր կան եւ անհատներ, որոնք անգամ ասում են նրանք պիտի ցուցմունք տային եւ ոչ թե ասուլիս եւ հարցազրույցներ։ Համաձայն եմ, բայց դուք այս 7 տարիների ընթացքում մինչև այսօր տեսնում եք այս մարդկանց հենց դատարանի դահլիճներում։ Տեսնում եք օրինակ այդ նույն ապօրինի գույքի բռնագանձման, օրենքի գործարկումը, երբ որ ինչ որ միլիոնների, եթե ոչ ավել, պահանջ է ներկայացվում, Այսինքն դուք այդ գործողությունները տեսնում եք, կարող էր ավելի արագ լինել, այո, բայց մենք չենք կարող հրահանգել նրանց հանդեպ ինչ որ բան անել, ով ուզում է լինել, որովհետև մենք իրականում ուզում ենք, որ այդ միջամտությունը, որ տասնամյակներով մեր երկրում եղել է իրավապահ համակարգի վրա, դատական համակարգի վրա, տարբեր չգիտեմ, տոնածառի գործով քաղբանտարկյալներ են ունեցել, միջազգային այցյանները փաստել են, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, հենց նույն մարտի 1-ից հետո։ Ուզում ենք այդ իրավիճակը չլինի, ուզում ենք իրավապահ համակարգին հրահանգներ իրականում չլինի։ Արդյոք դա նշանակում է, որ եթե մեր ձեռքը չի հասնում, մյուս կողմի ձեռքն էլ չի հասնում։ Օրինակ սրա հետ կապված մենք շատ քննադատություններ այս սրա հետ կապված ստանում ենք, ասում են այո, դուք չեք հրահանգում, էլ մի բան էլ մեզ իհարկե մեղադրում են, որ մենք չենք հրահանգում, բայց ինչը իհարկե նորմալ բացատրվում է, որ դա է ժողովրդավարությունը, մենք չենք կարող հրահանգել իրավապահ համակարգին կամ դատական համակարգին, ասում են դուք չեք հրահանգում, բայց նրանք հրահանգում են։ Դե բայց նաև խոսակցություններ կան, որ դատական համակարգում այդպես էլ վեթինգ չի եղել է, այսինքն նաև հին ուժերը իրենց ազդեցությունը պահում են։ Այն լավը, որ դատական համակարգում հիմա արձանագրվում է, բարեփոխում է, մենք նաև նկատենք։ Ճիշտ է, միշտ բոլոր ոլորտներում կարող են գտնել խնդիրներ, իսկ որ այդ համակարգում խնդիրները շատ են եղել եւ դեռ արտացոլվում են խնդիրներ, ակնհայտ է, բայց մենք չենք կարող նաև այդ դրականը օրինակ չտեսնել, այդ բարեփոխումները չտեսնել, այդ տարբեր ուրեմն գործերով իրավապահ համակարգի արագ արձագանքը չտեսնել, այնպես չի, էլի, չի կարելի միշտ դնել եւ այդպես անընդհատ վատը քննադատել, իհարկե դա էլ է պետք անել, բայց պետք է շատ ինստիտուցիոնալ ձևով անել, պետք է շատ փաստարկված ձևով անել, նաև լուծման տարբերակներ առաջարկելով անել, օրինակ ես իմ դեպքում եմ էլի ասում, որպես օրինակ քաղաքական պատասխանատվություն կրող մարդ երկրում ես մի քիչ այլ կերպ եմ նայում դրան։ Լավ, խոսենք նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շոկերից։ Վերջի շրջանում գիտեք, վերջին 7 տարիներին հատկապես շատ է քննարկվում, վերջին հարցազրույցներում էլ իրենք դրան հպանցիկ անդրադարձել են, հատկապես Սերժ Սարգսյանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ինչպես տեղի ունեցավ այդ հեղափոխությունը, որ ուժերի ազդեցությամբ, այսպես փորձում էին հասկանալ։ Ամեն դեպքում այդ հարցերի պատասխանները Ռոբերտ Քոչարյանն էլ սրան ավելացնում է, ասում է 2021 թվականի իր ամենամեծ շոկը եղել է այն, որ պատերազմում պարտություն կրած եւ այդքան զոհեր բերած իշխանությունը վերընտրվել է եւ ասում է հիմա տեսնում ենք, որ այդ իրավիճակը շարունակվում է, խորանում է այդ դեգրադացված իրավիճակը եւ 2026 թվականին հանրությունը պիտի ճիշտ ընտրություն կատարի, երկու նախագահներն էլ ըստ էության հավակնում են 2026 թվականին
եթե չասեմ իշխանության գալ, բայց գոնե նման ակնարկներ արել են եւ խոստացել են, որ գալով այդ բոլոր հարցերի պատասխանները, թե ով է ձեզ բերել, որ բևեռից, ինչու, ինչ նպատակով, այդ բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում նաեւ պատերազմական այդ իրավիճակի հետ կապված իրենք դնելու են սեղանին։ Ախր այնպես չի էլի, որ անցել է 50 տարի եւ պատմական ինչ որ մի փուլում եղած բանը հիմա իրանք մեկնաբանում են, հա, որ այս շրջանում էսպես եղավ։ Ախր այսօր մեզ լսող քաղաքացիները մասնակցել են այդ իշխանության բերելու գործընթացին, հեղափոխություն են արել, մերժելով իրենց նմաններին։ Հենց դրա համար էլ, որպեսզի իրենց նմանները հետ չգան, մարդիկ հասկացել են նաև նույն, ասում է Ղարաբաղի կորստից հետո ինչպես կարող էին։ Ախր այս ժողովուրդը հասկացել է Ղարաբաղի կորստի մեջ ով է մեղավոր, իրականում մեղավորն ով է։ Եվ դրա համար գնացել է իր քվեն տվել է այն ուժին, որին համարում է, որ պետք է տա, որովհետև իրենց նմանները այդ են ժողովրդին վերաբերում են որպես գլուխներ, հենց գլխականակով էլ հաշվում են ուղղակի, չէ, որպես բան փող տարբեր ձայնագրությունից լսում ենք, որովհետև տենց են վերաբերվում ժողովրդին, մտածում են ժողովուրդն ով է, որ կարանա ինչ-որ մի բան անի, իրան ժամանակ չէին կարողանում, չէ, ընտրություններին իրանց քվեով ձևավորեին իշխանություն, ինչ-որ մի բան անեին, ով է ժողովրդին բանի տեղ դնում։ Դրա համար մտածում են, այս ժողովուրդն ով է, որ գնա ճիշտ ընտրի։ Սա ամբողջության բան է, բերած, սայա բերե, նայա փոխանցե, այն Սերժ Սարգսյանն ասում է, բանը, Կարեն Կարապետյանն է բերել, այդ ժամանակ ես իշխանություն տվել եմ Կարեն Կարապետյանին, ինքն է բերել, ասենք դուք կներեք, բայց ում շունն եք, որ կարողանաք ինչ-որ մի բան բերել, ժողովուրդն է բերում եւ տանում, ինչպես ձեզ տարավ։ Ուղղակի դեռ փող ունեն, ռեսուրս ունեն, կուսակցական գրասենյակներ ունեն, կուսակցականներ ունեն, որոշ որ ժամանակին լավ են իրանց զգացել հանրապետություն եւ հիմա դեռ պարտավորություն ունեն իրենց ընտրելու, տենց մի քանի բան ունեն, նույն նախկին իշխանությանը նայեք մի հատ։ Հանրապետականին նայեք։ Դες տարբեր անուններով բանով եկան իր որ այնքանավոր իրենց անունը չհնչի էլի, հանրապետականի դիմաց մարդը չի գնա եւ ծիճկա դնի։ Եկան ինչ որ մի հատ ուրիշ անունով, ուրիշ դեմքերով, բան, որ հիմա էլ կիսվե դարձել են, չգիտեմ ինչ, ընդ խմբակցություն չի մնացել, իսկի չանցան նախորդ ընտրություններին։ Ինչ բան ունեն, էլի 30 ունեն, մի հատ է կարծիք հայտնեն։ Իրանք անցողիկ շեմ չհաղթարեցին նախկին իշխանությունը։ Այն մյուսները էլ չեմ ասում, որտեղից ինչ ասես այդ 20 քանի падգամավոր է եւ 30 տարբեր միավորներ են ներառել, ինչա թե տենց ամեն մեկը իր շրջապատում, իր հնարավորություններում, իր բիզնեսներով մի քիչ ձայն հավաքի։ Տիկին Հակոբյան, լավ, եթե իրենց խոսակցությունը եւ կամ այս զրույցները, հարցազրույցները սրանց լսարանը կամ շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չէ, քաղաքացին չէ, բա ով է։ Եվ ինչ նպատակով են այդ հարցազրույցները, այդ զրույցները, ում հետ են զրուցում, ում են ուղղված այդ խոսակցությունը։ Ես ասացի, սրանք դեֆիլե է, դուրս են եկել պոդիում, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, Սամվել Կարապետյանը, եւ փորձում են տենց ժյուրին նստած, հա, եւ փորձում են ասեն ես ավելի ռուսամետ եմ։ Այ ես որ գամ ասում են, այս ենթակառուցվածքում օրինակ ճանապարհում կներառեմ քեզ Ռուսաստան։ Էնի ասում է ես քեզու Չինաստանի նա իմ պլանն ավելի լավն է։ Հասկանում եք, հայ ժողովրդի հետ խոսակցություն չկա իրանց խոսակցություններում, չկա։ Իրանք բան չունեն ասելու հայ ժողովրդին, մի հատ ընդհանուր լսեք։ Տեսեք, ինչ որ մի փուլում կտեսնեք ժողովրդի համար խոսակցություն։ Մեկը 7 ժամ է եթերում եղել, մեկը երեկվա հարցազրույց է, այն մյուսով գնացել է Ամերիկա, անգամ մի հատ չի էլ հարկ համարել մի հատ գերիների մասին գոնե խոսի։ Բոլորը գնացել են, որպեսզի Ռուսաստանի աչքին ավելի ռուսամետ Երևան եւ վերջ ժողովրդի հետ կապված ոչինչ չկա։ Ասում անգամ գերիների թեման, որ այդքան շահարկում են, գնացել հասել են Ամերիկա եւ անգամ գերիների մասին բան չեն խոսել։ Որպես քաղբանտարկյալ հորողբորը ներկայացրել, հետ է եկել։ Եվ արդեն այդտեղ իր ոչ քաղաքական, հա, եւ ոչ գիտակ խոսակցությունը կապված պատերազմի հետ, հա, ասում էր կրոնական այդ պատերազմը։ Լավ, Տիկին Հակոբյան, բայց ինչու են թիրախում հայտնվել ըստ էության քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող կրթական հաստատությունները, նկատի ունեմ դպրոցները, մանկապարտեզները, Նարեկ Կարապետյանը նախ նման հայտարարություն արեց, որ դպրոցներ եւ ճանապարհներ պետք չի կառուցել, պետք է կառուցել գործարաններ։ Հիմա էլ Սերժ Սարգսյանն է ձեզ մեղադրում թալանի մեջ, ասում է, որ հեռավոր գյուղերում դա թալան է։ Տեսեք, ախր դա էլ էլի, որ մեկնաբանեմ շատ տենց պոպուլիստական բաներ եմ ասելու, որը բոլորը լսել են եւ այդ գնահատականը տվել են։ Ոնց որ չեմ ուզում քաղաքական դիվիդենդ հավաքել իրանց ասած այդ հիմարության վրա։ Բայց որ իրանք կրթությունը չեն գնահատել,
դա միանշանակ իրենց պետք չէ կրթված հասարակություն, որտեղ հասարակությունը ոչ մի բան է, ոչ մի բան չի անելու։ Դրա համար այդպես են վերաբերվում։ Եթե իրենք կրթությանը, կրթական օբյեկտներին վերաբերեին այդ կարևորությունը տային, մենք այսօր չենք բանանի այդ մասնավորեցրած մասնաշենքերը դպրոցների կրթական տարբեր հաստատությունների հետ բերելու process-ներում չենք լինի, հասկանում եք, մեկի քույրն է, այս մանկապարտեզի կեսի տերը, գնում ես ասեք ցանկացած համենք, Դիլիջան ես գնում, Երևանում ես, Ավան ես գնում, ամեն մարդ ով իր բանն է եղել, այդտեղ բդեշխությունն է եղել, հա, ամեն տան զոնաների է, չէ, բաժանված եղել։ Ամեն մարդ իր համար տենց վերցրել է իրանց դեմքով, հասկանում եք, շատերը իրանց դեմքով, շատերը իհարկե քողարկված, բայց շատերն իրանց դեմքով մասնավորեցրել են, որովհետև չեն համարել, որ այդտեղ պետքա երեխա կրթվի, մանկապարտեզ գնա։ Այսօր դուրս են գալիս, մեզ մեղադրում են, ասում են մանկապարտեզներում հերթեր է։ Այդ հերթը ոնց է գոյանում։ Այդ ենթակառուցվածքը չկա, որ շատ երեխա գնա։ Հասկանում եք, որովհետև կեսը մեկի բիզնեսն է տեղակայված, կամ այն վիճակում է, որ չի շահագործվում։ Հիմա մենք վերակառուցում ենք մանկապարտեզ եւ դպրոց, նորը կառուցում ենք եւ այնտեղ երեխաների քանակը շատանում է, հետեւաբար հերթը քչանում է, սա պրիմիտիվ բան է, էլի, կարելի է հասկանալ։ Դրա համար մի համարեք, որ իրենք այտենց կոնկրետ ինստիտուտների դեմ են դուրս եկել, չի, իրենք ուղղակի տեսնում են, այստեղ որտեղ ենք հաջողել։ Հա, ապա շրջափակման հարցում հաջողել ենք, պետքա քննադատեն, այս դպրոցներ մանկապարտեզներ ենք սարքում, պետքա քննադատեն, ասֆալտ ենք անում, պետքա քննադատեն, ինչ ենք անում լավ, պետքա քննադատեն, ասում ենք խոսքի ազատություն կա, ասում ենք տարբեր միջազգային կառույցներ ցույց են տալիս մենք որքան ենք ազատ, օրինակ մեր մամուլն ինչքան է ազատ, խոսքի ազատության տարբեր սանդղակներով որտեղ են գտնվում շատ եվրոպական երկրներից առաջ ենք, դի դա քննադատեն, ասեն տենց բան չկա։ Ուղղակի տենց բան է, էլի, ինքնանպատակ ընդդիմանալ է եւ փորձել է եւ դա նես չի որ տենց ուղղակի ասում են ու մնում է օդի մեջ, ինչ որ տեղ է հասնում դա եւ վատը է, որովհետեւ մարդը կարող է շատ քաղաքականացված չլինել, լսել մի կողմին եւ ասել դե հավելի է սմարթ կարող է երեխայի համար եւ տենց իր մեջ այդ բանը ձևավորվի եւ չլսի հակառակ կողմին արդեն։ Սա արդեն այլ խնդիր, չեմ ասում են հիբրիդային հարձակումները Հայաստանի դեմ, իշխանության դեմ, իրենց դեմքերով, դրսից ուժերի ներգրավմամբ, որը արդեն ինստիտուցիոնալ լուծման պահանջ ունեցող հարց է դարձել այսօր։ Այդ հիբրիդային պատերազմի նաև համատեքստում Տիկին Հակոբյան միջամտությունների կարիք չկա, նկատի ունեմ օրինակ հեռուստաընկերություններ, լրատվամիջոցների փակում եւ կամ որոշ ուժերի, որոշ անհատների հետ կապված որոշակի սահմանափակումներ, որովհետեւ խոսք է գնում, այո, խոսքի ազատության մասին, բայց երբեմն դա կարծես թե ամենաթողության է վերածվել ու ով ինչ ուզում խոսում է։ Օրես էլ նաև Washington Post-ն էր գրել, որ 2026 թվականին ընթառաջ Ռուսաստանը փորձելու է այստեղ հիբրիդային ամենատարբեր գործիքներով պայքար մղել։ Մենք նաև իհարկե կա կարիք կանոնակարգելու նաև սա եւ ժամանակին համընթաց քայլելու։ Իսկ ժամանակին համընթաց քայլել նաև նշանակում է այդ գործիքակազմն ունենալ եւ ամեն ինչ պահել բան էլի ստերիլ տեղեկատվական համակարգը, որտեվ շատ այդ հիբրիդային հարձակումներ դա, չգիտեմ, իմ անձնականին չի վերաբերում, դա երկրի իրականում անվտանգությանը վերաբերող հարցեր են։ Եվ մենք ունենք նաև համագործակցություն նույն Մոլդովայի հետ, որտեղ իրենց փորձառությունը շատ նման էր Հայաստանին եւ լավ պայքարեց Մոլդովան այդ հիբրիդային հարձակումների դեմ, նաև այդ նախընտրական շրջանում, հետընտրական զարգացումներում եւ շատ դեպքերում հենց վիրահատական միջամտությունների կարիք կար եւ մենք այդ փորձառությունը մեր Մոլդովայի գործընկերների հետ շփումների մեջ ենք եւ ունենք ինստիտուցիոնալ խողովակ այս ամեն ինչը նաև ուսումնասիրելու եւ տեղայնացնելու, այնպես որ շատ հնարավոր է, որ նաև լինեն այնպիսի միջամտություններ, որը շատերին դուր չի գա, բայց դա պահանջում է պետական եւ հասարակական շահը, ինչը գերակա է, քան որոշ մարդկանց այդ մերկանտիլ շահերը։ Լավ, հարցս կարող է կրկնվի, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երկուսն էլ իրենց զրույցի ընթացքում կարմիր թելի նման տանում են, որ այս բոլոր հարցերի պատասխանները, որ իրենք բարձրաձայնում են պատերազմի հետ կապված, այսպես ըստ իրենց պարտության հետ կապված, նոյեմբերի 9-ը հայկական կողմի ջանքերով տապալելու հետ կապված եւ այսպես շարունակ։ Այդ հարցերի պատասխանները པարզ կլինի միայն իշխանափոխության դեպքում, երբ որ գան իրենք իշխանության եւ այստեղ քիչ չեն նաեւ սպառնալիքները նույն ընդդիմանի ամենատարբեր անհատների կողմից, ուժերի կողմից, որ դիմացեք ձեր հարցերը լուծելու ենք, բան չմնաց, մոտավորապես իրենց խոսույթն եմ հիմա
ձեզ մեջ բերում, որ պատկերացնեք բառացի։ Ես նույն բանը 5 տարի առաջ էի լսում։ Ես չեմ ուզում Հիմա այդ առումով վաղ չկա, որ գալու է։ Ես անգամ չեմ ուզում քննարկել, որովհետև դուք ձևակերպեցիք մեջբերելով իրենց խոսքը, ասացիք եթե կան իշխանության, ապա ախր ստեղից արդեն խոսակցությունը փակվում է։ Իրենք չեն կարող գալ իշխանության, որ մի հատ էլ ապան լսենք ինչ է, հա։ Սա վերջ խոսակցությունն ավարտվեց։ Իրենք իշխանության գալու բան չունեն, էլի։ Սենց ասեմ, եթե իրենք սենց մարդը մի հատ էլ հարցազրույց տան միջև ընտրություններ, առհասարակ անգամ այդ ընդդիմադիր մի քանի աթոռի հավակնությունը չեն կարող ունենալ։ Ինչի մասին է խոսքը, որ ասում ենք մեր գանձերն են, սրա մասին ենք խոսում։ Լավ, Գերագույն հոգևոր խորհուրդը ամսի 4-ից 7-ը քննում էր ամենատարբեր հարցեր եկեղեցում տեղ գտած եւ այսպես վերջում Մայրաթորի էջում մի հրապարակում եղավ տեքստի ֆորմատով, որը ավելի շատ քաղաքական տեքստ էր հիշեցնում, քան որևէ հոգևոր բնույթ էր պարունակում եւ ամենատարբեր նաեւ քաղաքական դերակատարներ էին իդեպ նշվում, օրինակ Արման Թաթոյանը, այստեղ հատկապես նշվում է, որ Մայրաթորը խստորեն դատապարտում է ապօրինի ոտնձգությունները, այդ թվում նաև հոգևոր խորհուրդը եւ վերահաստատում է Էջմիածնի դիրքորոշումը աջակցել արդարադատության հաստատմանը եւ պաշտպանել եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները։ Հիմա դուք խարխլել եք նաև հավատացյալ ժողովրդի իրավունքները ըստ Գերագույն հոգևոր խորհրդի եւ Մայրաթորի եւ ասում են, որ արդեն այդ բոլոր կարմիր գծերը ձեր իշխանության կողմից հատվել է։ Չեք կարծում, որ իսկապես արդեն այդ բոլոր կարմիր գծերը հատվել են եւ ինչ որ մի պահի կամ դուք կամ իրենք պիտի կանգ առնեն։ Տեսեք, շատ ծիծաղելի է։ Ուրեմն ասում են մեր կրոնի հավատքի դեմ են դուրս եկել, ասում են ինչպես, ասում են գնում են պատարակների։ Շատ ծիծաղելի է, լավ։ Հետո մեր կրոնի եւ հավատքի դեմ են դուրս եկել ոնց։ Ասում են, որ բանը կուսակրոնության ուխտը խախտածները չեն կարող։ Լավ, շատ ծիծաղելի է։ Մեր կրոնի եւ հավատքի դեմ են դուրս եկել, ասում են ոնց։ Ասում են, որ քաղաքական պայքար չպետք է լինի եւ կուսակցական գրասենյակի չպետք է վերածվի հոգեվոր այդ բանը կենտրոնները։ Այսինքն սենց դուրս են գալիս հավատքի դեմ, հա։ Սենց կրոնի դեմ դուրս գալ դուք տեսել եք։ Իսկ ամեն դեպքում այդ հոգևոր հարցերը, եկեղեցու ներսում եղած հարցերը պիտի քննվեն ու լուծում ստանան հենց եկեղեցու ներսում Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, թե ամեն դեպքում միջամտություն պիտի լինի իշխանության կողմից։ Մենք միջամտության այլ գործիք չունենք, քան խոսքը։ Եվ թող չսպասեն, որ մենք այլ ինչ-որ միջամտություն ենք անելու, էլի իրենց քաղաքալացիալ համարեն, որովհետև քաղաքական գործիչներ են, էլի այդ վերնախավում ոմանք։ Այո, պետք է քննվի հոգևոր խորհրդում, իսկ ինչպես պետք է հասնել դրան, հա, կարող եք հարց տալ, լավ, իրենք են, էլի ժողովը հենա գումարեցին, պարզվեց էլի այն մի հոգևորականին, որ էլի հանդգնել էր հակառակ կարծիք հնչեցնել, բան արեցին, կարգալուծարեցին, այն մեկին չգիտեմ ինչ արեցին, հաջորդը ենթադրում եմ տեր թադեն ոնց ես համարցակվել, սենց բան ասել, հա, ասենք, չգիտեմ, եկեղեցու Մայրաթորի դիրքորոշումից մի քիչ շեղվող դիրքորոշում հայտնել։ Եվ գիտեք, ինչ պետք է լինի։ Պետք է այն լինի, ինչ որ օրինակ 18 թվին նրանց գործընկեր կուսակցության հետ եղավ, հանրապետականների։ Ինչ եղավ։ Նրանք էլ չէ հեշտությամբ իշխանություն չէին տա։ Եվ ձեզ ավելին ասեմ, այն ժամանակ բոլորը հիշում են, որ մարդիկ ասում են անհնար է, որ կարողանան ժողովուրդը ինչ-որ մի բան փոխել։ Նրանք իրենց աթոռից իրենց կարճած են, նրանք երբեք իշխանություն չի փոխվի, հիշում եք, մարդիկ անգամ ընտրությունների չէին գնում, չէին հավատում, որ կարող է բան փոխվել։ Բայց քանի որ հասարակական պահանջը կար եւ արդեն ինքը չուներ իշխանությունը ժողովուրդ, որպեսզի լինի իր իշխանությունը, իրեն ենթարկվեն, ուժային համակարգը արդեն անզոր էր, տարբեր համակարգեր արդեն անզոր էին, պարալիզացված էր երկիրը եւ այլն, էլ իշխանություն չուներ, մնում էր այդ ֆորմալ, ասել լավ, օքեյ, ես գնացի, դուք ճիշտ եք, ես սխալվեցի։ Նույնքեփ հոգեվոր այս իշխանությունը։ Տեսեք, երբ որ դու չունես շուրջ ամեն դեպքում կոնսոլիդացիա կա, նկատի ունեմ այդ հոգեվորականների, որոշների, որտեղ ընդեղ էլ իսկ բանի Սերժ Սարգսյանի շուրջ չկար, իր նախարարները չէին, իր падգամավորները չէին, որ եկան քվեարկեցին, որ քաղաքացիական պայմանագիրը, հա, ունենա վարչապետ 18 թվականին։
այսինքն հանգամանքներն են բերում դրան, այնտեղ էլ կան, բայց հիմա քանի որ դուք տեսնում եք այդ հոգևորականները ավելի շատ են սկսում խոսել, հա, ինչի արդյունքում կարգալույծ են լինում ցավոք, եւ այս խնդիրները, ասենց այս բանը process-ը ձնագնդի էֆեկտով մեծանալով գնալու է, չի կարող չգնալ, որտեվ իրականում այդ համույթում թույլ տվեք ասել, հա, հոգևոր այդ դաշտում կան շատ ազնվագույն եւ իրենց կոչմանը արժանի հոգևորականներ, որոնք չեն կարող այդպես կողքից նայել ինչ է կատարվում, որտեվ սրտացավ են իրենց կրոնի հավատքի հանդեպ եւ չեն կարող տենց, իսկ իրենք որ շատ բան են տեսել, լսել եւ գիտեն, այո, այս փուլում այո, խնդիրը կա, շատերը չեն խոսում, բայց նույն հեղափոխությունից հետո շատ հանրապետականներ, իշխանության ներկայացուցիչներ գալիս էին ասում էին թե բա եկել ենք ներողություն խնդրենք, բա գիտեք, բա սենց, այսինքն հետո է էլի լինում բարձրաձայնելը, որովհետև այնտեղ էլ նենց համակարգ է, որ տենց բռնապետական համակարգ է, էլի այնտեղ կտրիչը ոնց ասեց, եզրասը ոնց ասեց, տենց իրանց բանն է, չէ, տենց ցեղով բոլորով պաշտոնյաներ են այդտեղ, պայմանական պաշտոնյաներ, հոգևոր պաշտոնների են, բաժանել են տենց այդ իշխանությունը եւ իշխում են։ Իսկ Նևսկո անվան մեդալ ստանալը անձամբ Պուտինի ձեռքից ինչ որ բանի մասին խոսում է, դա քաղաքական որևէ ենթատեքստ ունի, թե չունի։ Եվ նաև հոգևորականների դասի բարձրաստիճան դասի մասին, երբ խոսվում է, որ նրանք պիտի լքեն եկեղեցին, առաջին հանգամանքը նշվում է, որ կուսակրոնության ուխտն է խախտվել։ Օրինակ որոշ մարդիկ ասում են, որ դա ամենամեծ մեղքը չէ, որի համար կարելի է լքել եկեղեցին։ Հետո առաջ նաև շատ ավելի պարտավորություն ունես, դա հոգևորի մասին ենք խոսում, բայց ասենք հավաքագրված ագենտներ լինելը, տարբեր օրենսգրքեր խախտելը, հա, ապացույցները ջրի երես են, չէ, դուրս գալիս։ Դրանք արդեն հոգևոր կանոնակարգը խախտել չէ, դա արդեն քրեական օրենսգիրք խախտել է, դա տարբեր տենց հոդվածներ է, որը չի կարող այլ կերպ ազդել այլ ինչ որ մի ուսուցչի դեպքում, հա, այդ օրինակ պայմանական ուսուցչի, չգիտեմ, վարորդի, իրավաբանի, հա, ով նույն բանը անելու դեպքում պատժի կենթարկվեր, իսկ քանի որ նա սքեմ ունի, ինքը բան է, չի կարելի իրան կպնել, չէ, այդպես չէ։ Ինչ վերաբերում է այդ մեդալին, իհարկե ամեն երկիր ինքն է իրավասու որոշելու թե ում տա այդ մեդալը, որովհետև այդ երկրին մատուցած ծառայությունների, այդ թվում անձնական ծառայությունների, դա որ նկարագրությունը նայեք, բերումով է հանձնվում, որոշում են եւ տալիս են այդ մարդուն, որովհետև այդ երկրին ծառայություններ է մատուցել։ Եվ մենք ենք ասում, հա, դու այդ երկրին ծառայություններ ես մատուցում, դա մեր հետ ինչ կապ ունի, բայց ուզում եմ ասել, որ շատ ծիծաղելի է, երբ որ ուղիղ Ռուսաստանի գործակալն են ձևակերպում տարբեր, հա, նաև լրատվամիջոցները այդ մարդուն ուղիղ Պուտինի ձեռքից այդ մեդալը ստանալը շատ ծիծաղելի է։ Բայց նաև փորձեմ ամփոփել, ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, բայց որ հստակ ապացույցներ կան, օրինակ նույն գործակալ լինելու հետ կապված, որովհետև ասացիք, որ շատերի դեպքում դա արդեն իրավական դաշտ է նաև մտնում, հոգևորականների մասին է խոսքը։ Դե հրապարակային հնչել են մտահոգություններ եւ իրավապահ համակարգը պարտավոր է դրա հետևից գնացել է թե ոչ ես տեղեկացված չեմ, ես էլ մի օր կարդանամ ու կիմանամ գնացել է եւ կա այս ապացույցները, թե չի գնացել, որովհետեւ չկա դրա համար հիմք։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, կհանդիպենք։